3 տարի դուք բացակայեցիք հայկական ֆուտբոլում, որ վերադարձաք, ինչ գլոբալ բաներ են փոխվել։ Անձնական դաշտ կամ թշնամանք տեղ պետք է չունենա, բայց մեր մոտ կա։ Մենք սովորենք Շիրակի միշտ տեսնելու բարձր հորիզոնականներում։ Հայաստանում ավելի դժվար է այսօրվա Հայաստանում լինել ֆուտբոլիստ թե մարզիչ։ Հուսով եմ, համար առաջի տեղ կարևոր բանը, որ խաղացողների հարցում չսխալվենք, որովհետև ժամանակն էլ մեզ չի հերիքում։ Կապ չունի Ռեալ Մադրիդ կյանի, ուրիշ ակումբ կյանի, որտեղ ֆուտբոլիստը կամ ֆուտբոլիստները կմահաճույքով կամ ինչ-որ բաներ իրանք պետք է թելադրեն, իրանք պետք է պահանջեն ու ուզենան, այդ ակումբները որպես կանոն պարտադիր պետք է ծախողվեն։ Դուք եղել եք որ պատժեք ֆուտբոլիստին։ Ինչ զրկեք խաղերից։ Եթե այսօր որևիցե ակումբի սեփականատեր պատրաստ է իր ակումբի մանկապատանեկան մարզիչներին բարձր վճարել, հետևաբար նաև մարզիչներին կրտելու ծրագրերին կսկսե ուշադրություն դարձնել։ Ողջույն սիրելի ֆուտբոլասերներ, երկար ժամանակ ես փորձում էի հարցազրույց վերցնել հայկական ֆուտբոլի ամենադիր խոսակիր եւ հայտնի մարզիչներից մեկի հետ, Վարդան Միչյախչյանի, չէր ստացվում եւ այսպես ստացվեց, որ հենց այսօր եղավ մեր հարցազրույցը։ Ինձ թվում ամեն ինչ ճիշտ ժամանակի լինում եւ շատ շնորհակալ եմ, որ դուք ընդունեցիք հրավերս, ողջույն։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, ասում եմ մարտ ամսից ես ձեզ անդադար զանգում եմ եւ այն ժամանակ ակումբ չունեիք, ավելի ճիշտ ունեիք, բայց մշտական բանով չէր, հիմա արդեն ձեր կյանքում փոփոխություններ եղավ։ Դուք հայկական ֆուտբոլում, ինչպես նշեցի, ամենատիտղոսակիր մարզիչներից եք, եղել եք Հայաստանի չեմպիոն, գավաթակիր, սուպեր գավաթակիր, եվրագավաթներին եք մասնակցել եւ վերջին 3 տարին չկայք, կորել էիք։ Բոլորին հետաքրքիր է ուր էիք եւ ինչու չէիք ցանկանում վերադառնալ հայկական ֆուտբոլ։ Ճիշտն ասած, իմ վերջի ակումբը եղել է Արարատ Արմենիան 2023 թվականին պայմանագիրը ավարտվեց։ Ճիշտն ասած, կար անհրաժեշտություն դատարկ վերցնելու, քանի որ եթե չեմ սխալվում 2010 թվականից մինչև 13 թվականը, չէ, ներողություն, 23 թվականը, մոտավորապես 13 տարի առանց դատարի, ուրեմն աշխատել եմ որպես գլխավոր մարզիչ ու կար արդեն հոգնածություն, ու ոնց որ օրգանիզմս թելադրում էր հանգիստի։ Հետևաբար փորձեցինք դատար վերցնել, ճիշտ է, նաև կհամաձայնվեմ, փոքր դատարը երկար էր, բայց նաև կարող եմ ասել, որ այդ 3 տարիների մեջ ունեցել եմ առաջարկություններ, բայց հրաժարվել եմ, չեմ համաձայնվել, իսկ այսօր Շիրակ ակումբի կողմից նորից ստացա առաջարկ, քննարկեցինք ակումբի նախագահի հետ ուրեմն հարցերը, ինչ խնդիրներ ունենք, ոնց ենք տեսնում, ոնց ենք լուծելու, ու տվեցի համաձայնություն նորից գլխավորելու Շիրակը։ Ինչ պայմաններ պետք է բավարարվեին, որ դուք համաձայնվեիք վերադառնալ ակումբ։ Դե մենք ունենք նախ, ուրեմն ունենք տեխնիկական խնդիրներ, կա շատ են առօրյական այնտեղ խնդիրներ, որոնք իմ կարծիքով պետք է դա ամեն ինչը բերել պատշաճ մակարդակի, որովհետեւ մենք կարողանանք ակնկալել, որ որոշ ժամանակ անց մենք կարողանանք ունենանք եւ տեսնենք այն Շիրակը, որը կպայքարի մրցանակային տեղերի համար։ Այս պայն, որտեղ որ գտնվում է Շիրակը, իմ կարծիքով առաջինը նախ ուրեմն ծերնդու չէ ակումբի սեփականատեր Արման Սահակյանին, ծերնդու չէ մեր քաղաքին, Շիրակի երկրպագուներին ու ծերնդու չէ նաև այն մարդկանց, որոնք իրանց կյանքի բավականին մեծ հատվածը նվիրել են Շիրակին, այսինքն սկզբից որպես երկրպագու, հետո որպես Շիրակի ֆուտբոլիստ, այսօր նաև այդ մարդկանց մեջ կան մարդիկ, որոնք նաև մարզիչ են։ Հետևաբար մենք սովորենք Շիրակի միշտ տեսնելու բարձր հորիզոնականներում ու կփորձենք դա ամեն ինչի ուղղությամբ աշխատանքներ տանենք, որպեսզի լուծենք այն խնդիրները, որը խանգարելու է մեզ մեր նպատակին հասնելու
համար ու կարողանանք քայլ առ քայլ շարժվենք առաջ։ Ակումբ պահելու հիմնական ֆինանսական եկամուտը իհարկե դա եվրագավաթներում հայտնվելն է եւ այս վերջի տարիներին ամեն ինչ փոխվել է Հայաստանում։ Մի քանի ակումբների բյուջեներ այնպիսի ռեկորդային թվեր են գրանցում, հատկապես Նոային, Արարատ Արմենիան, այսօր կարելի ասել նաեւ Փյունիկ Ալաշկերտ, ինչպես է պատրաստվելու Շիրակը ոտ գցել այդ մեծ թվերի հետ։ Ճիշտ ասած, մենք Սահակյանի հետ շատ հարցերի շուրջ ենք զրուցել, մենք ֆիքսել ենք որտեղ են մեր խնդիրները, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնենք, բայց մենք չենք խոսացել, թե թիմի առջև կոնկրետ Սահակյանի կողմից ինչ առաջադրանք է դրվելու, ու իմ կարծիքով այս պահին դա ճիշտ է, քանի որ վերջի տարիները ուրեմն Շիրակը խաղում էր, շեշտը դրել էր բացառապես տեղի կադրերով, ակադեմիայի սաներով խաղալու վրա, ճիշտ է, կային լեգիոներներ, բայց սահմանափակ, 2-3 ֆուտբոլիստ, ու հետո վերջի տարիների արդյունքները փորձենք ուրեմն վերլուծել, իմ կարծիքով հասկացանք, որ Բարսագույն խմբում այս վիճակով խաղալը բավականին դժվարությունների ու նաև արդյունքի առումով վատ արդյունքներ է ունենալու։ Հետևաբար մենք փորձում ենք այս պահին զրոյական կետից շարժվել առաջ, մենք լավ տեղյակ ենք մեր հակառակորդ թիմերի բյուջեներից, բայց այս պահին ես որպես մարզիչ չեմ ցանկանում միանգամից մենք այդ մեծ թափով, քանի որ իմ կարծիքով այս պահին մենք պետք է կարողանանք ունենանք թիմ, որը այս պահին ես չեմ տեսնում, երեխաներով, պատանիներով, երիտասարդներով հավաքագրված թիմ է, բայց քանի որ վերջի տարիներում արդյունքը բավարար չի եղել, բացի ֆուտբոլային որակներից, այսինքն կոնկրետ ֆուտբոլիստը համապատասխանում է, չի համապատասխանում Բարսագույն խմբի պահանջներին, նաև մենք ունենք ստեղ արդեն խորացած հոգեբանական վիճակ, այսինքն հաղթանակների բացակայություն, բարդությունների բավականին մեծ քանակ, հետևաբար մենք նաև պետք է կարողանանք բարոյական հոգեբանական վիճակը բարելավել։ Իմ նպատակն է այս պահին կարողանանք, այս պահին աշխատանքներ են տարվում, որպեսզի թիմին միանան լեգիոներներ, նպատակն է, որպեսզի նախ մենք կարողանանք մեր ընտրության մեջ չսխալվենք, կարողանանք որակյալ լեգիոներներ վերցնենք, որոնք կարողանան հոգուտ տալ թիմին, կարողանանք ունենալով թիմ, համալրված մեր տեղի կադրերով ու նաև 6-7 լեգիոներներով, կարողանանք զրոյական կետից կդրվենք, պոկվենք ու երևի թե դեկտեմբերին առաջի հատվածը առաջնության խաղալուց հետո մենք նաև կունենանք պատկեր, թե ինչի է ունակ թիմը ու ինչ կարելի է ուրեմն նորից ավելացնել թիմի, որպեսզի կարողանանք արդեն մտածենք ինչի համար է խաղալու թիմը։ Այս պահին իմ գերխնդիրն է կարողանալ այս թվարկածից խնդիրները լուծել, կարողանալ ստեղծել թիմ ու արդեն լեգիոներներով ու տեղացի տղաներով իրար հետ միասին ու կարողանանք այդ զրոյական կետից պոկվել։ Հստակ երևի ունեք բյուջե, որով պետք է երևի տրանսֆերային պատուհան իրականացնեք, քանի ֆուտբոլիստի, այսպես։ Ուրեմն, հա, բյուջեի հետ ընդհանրապես այդ բյուջե հասկացողության հետ ես որպես գլխավոր մարզիչ տեղյակ չեմ։ Ընդհանրապես իմ աշխատած տարիներին նման հարցերով ես ինձ չեմ էլ ծանրաբերել։ Լավ, քանի ֆուտբոլիստ եք պատրաստվում։ Ասեցի արդեն 7 ֆուտբոլիստ։ Երևի 1 դարբասապահ, 6 խաղացող, այս պահին կարող եմ դիրքերն ասել, ավելի շատ հարկ կա ուժեղացնելու, երևի թե պաշտպանության կենտրոնը ու նաև արժևի գիծը, եզրային կիսապաշտպանության գծերը, հարձակվող եւ այլն։ Ես հիշում եմ ամեն տարի գրեթե Շիրակում սևամորթ ֆուտբոլիստներ են գալի, որոնք դառնում էին տարվա բացահայտում, հետո հանդես են գալի նաև հայկական այլ ակումբներում։ Այս տարի կա միտում Աֆրիկայի։ Կա, այո, ճիշտ եք նկատել, կա, ունենալու ենք նաև աֆրիկացի ֆուտբոլիստներ, երևի 4-5 ֆուտբոլիստ կունենանք այս պահին, համենայն դեպս մեր ընտրությունը կանգ է առել
աֆրիկացի ֆուտբոլիստների վրա, թե ինչպես կզարկանա կարողանանք համաձայնության հասնել վերջնական, թե չէ, բայց ամեն դեպքում անպայման ունենալու ենք աֆրիկացի ֆուտբոլիստ, նաև հաշվի առնելով, որ ունենք նման փորձ, կարողանում ենք ուրեմն բերել աֆրիկացի ֆուտբոլիստների 1-2 մրցաշրջան լավ խաղալով Շիրակում, նաև կարողանան իրանք էլ իրանց անձնական բարելավել, տեղափոխվել թեկուզ հայկական ավելի բարձր բյուջե ունեցող ակումբներ կամ նաև այլ առաջնություններ տեղափոխվել։ Ամեն տարի քննարկություններ է գնում լեգիոնականների այդ թվի սահմանափակում, ավելացում, ձեր մոտեցումը որն է, որ տարբերակն է հայկական ֆուտբոլին չվնասողը։ Չվնասելու համար նախ ասեմ, որ ես էլ եմ կողմնակից, մենք այսօր ունենք մեծ խնդիր հայ ֆուտբոլիստների հետ կապված, քանի որ քանակը չի բավարարում, հետևաբար դիմում են ակումբները լեգիոների օգնությանը։ Բայց այդտեղ կա մի հատ հարց, որի վրա պետք է ֆիքսվենք, թե ինչ է ուզում կոնկրետ ակումբը։ Այսինքն, եթե ամբիցիոզ ակումբ է, բավականին մեծ բյուջեով, հետևաբար մենակ Հայաստանի առաջնությունում խաղալը չէ նպատակը, նաև ցանկություն կա խաղալու Չեմպիոնների լիգայում, Եվրոլիգայում կամ Կոնֆերանս լիգայում։ Իսկ այնտեղ կոնկուրենտնի լինելու համար արդեն մենակ հայ ֆուտբոլիստները քիչ են, պետք է կարողանաս ունենալ նաև բարձրակարգ լեգիոներներ։ Ես բային դժվարանում եմ ասել, չնայած ինքս կողմնակից եմ ու ցանկություն ունեմ, որպեսզի հայ ֆուտբոլիստների քանակը ընդհանրապես բոլոր թիմերում էլ շատ լինի։ Բայց ելի կկրկնում, կա նպատակ, ամենագլխավոր հարցը, թե յուրաքանչյուր թիմ ինչի է ցկտվում։ Նաև երկրորդ բանը, որ յուրաքանչյուր արհեստական գործողություն դատապարտված է։ Այսինքն, եթե ես որպես գլխավոր մարզիչ այսօր ներկայացնում եմ Շիրակը, եթե ես ունենամ տեղացի հայ ֆուտբոլիստ, որով ես վստահ կլինեմ, որ մենք կարողանանք անպայքարել առաջնությունում, համ Եվրոլիգաներում կարողանանք լավ ներկայանալ, հաստատ այս բան կարող եմ թե խոստանալ, թե վստահել, որ լեգիոներ բերելը կոնկրետ տեղի վրա կբացառեն։ Հիմնականում մենք այս բանին էլ ուժեղացնում ենք այն դիրքերը, որոնք այս բանին մեր մոտ ուրեմն կան խնդիրներ։ Ու եթե ես վերջի 3 խաղն էլ փորձեմ գնահատեմ, ես առաջնության վերջի 3 խաղը գլխավորեցի, ունեցա հնարավորություն 3 խաղ արդեն անցկացնելու թիմի հետ, եթե ինչ-որ չափով մենք պաշտպանությունում վատ չէինք կարողացանք, բայց Արցախ բանկիցը մենք 3 խաղում չկարողացանք գոլ խփել։ Այսինքն ես էլ մեզ կտելադրել, որ մենք արժևի գծում ունենք խնդիրներ ու կարողանանք բերել ֆուտբոլիստներ։ Դեն որ մենք ունենք խնդիր ու այսօր մեր հայ ֆուտբոլիստների քանակը քիչ է, դա էլ է փաստ։ Պետք է կարողանանք գտնել ոսկե միջինը, որպեսզի կարողանանք նաև ստեղծել հնարավորություն մեր հայ ֆուտբոլիստների համար, բայց այդտեղ էլ մի հատ կարևոր բան կա, որ ես իմ ֆուտբոլիստներից էլ եմ ասում, ավելի լավ է յուրաքանչյուր ֆուտբոլիստին կվերաբերվում նամանավանդ հայ, ավելի լավ է դուք վաստակեք, քան ցեզ նվեր տան։ Այսինքն ստեղծենք մի հատ իրավիճակ, որ պարտադիր պիտի խաղան հայ ֆուտբոլիստները։ Ավելի լավ է այդ հայերը կարողանան այդ կոնկուրենցիայի մեջ մտնեն ու կարողանան արտարացի հաղթել կոնկուրենցիան, որպեսզի կարողանան խաղի ժամանակ ստանալ։ Ու այս ամեն ինչը ասելով ու նաև եթե այդ ֆուտբոլիստները նման կերպ են մտածում, նաև այդ ֆուտբոլիստների մոտ կձևավորվի բնավորություն, քանի որ այսօր յուրաքանչյուր հայ ֆուտբոլիստի երազանքն է տեղափոխվել արտասահմանյան թիմեր ու հանդես գալ այլ երկրներում։ Հետևաբար, եթե այստեղ այդ կոնկուրենցիային մենք պատրաստ չենք ու դրա մեջ չենք մտնում, դուրս եկար արդեն դու դառնում ես լեգիոներ։ Ամեն դեպքում դու այնտեղ այդ կոնկուրենցիայի մեջ մտնելու ես։ Ու ինչքան շուտ դու դրան պատրաստ լինես, այնքան ավելի հեշտ կհաղթարես նաև դասի պրոբլեմները։
Ինչ հռետորական հարց է, կարող է պետք է ճուղել, բայց անդադար ասվում է, որ որակյալ հայ երիտասարդ ֆուտբոլիստների պակաս կա եւ մի քանի ակումբներ տարբեր տարիներին Դափյունիկը Ուրարտում փորձեցին իրենց ֆուտբոլիստների վրա հույսը դնել, արդյունքները վատն էին։ Ինչն է պատճառը, որ այնուամենայնիվ ունենալով մեծ ակադեմիաներ, ես աշխատել եմ ակումբներում, տեսնում թե ինչքան են երեխաները միտված գնալ ֆուտբոլի, ծնողներն են նրանց քաջալերում են ի տարբերություն օրինակ 10-15 տարի առաջվա, բայց միևնույն է, այսպես որակյալ սերունդներ մենք չենք ստանում։ Իմ կարծիքով այդ մեր հայկական ֆուտբոլի ամենացավոտ հարցն է։ Ճիշտ եք նկատել, մենք ընդհանրապես երբ որ ծնողները իրանց երեխաներին բերում են, որովհետեւ երեխաները զբաղվեն ֆուտբոլով, այն փոքր տարիքում տաղանդավոր երեխաներ կամ խոստումնալից երեխաներ շատ կա, որ աշկը տեսնում է։ Բայց տարիների հետ չունենալով համակարգված աշխատանք, այդ երեխաների աճը ինչ որ X պայից կանգնում է, ուտեղ ես չեմ ուզում հիմնականում մեղքի բաժինը միայն ակումբներին կամ մանկապետանեկան ֆուտբոլի պատասխանատուներու մարզիչներին դեպի այդ կողմ տանել, նաև մենք խնդիր ունենք այսօր ծնողի հետ կապված։ Յուրաքանչյուր ծնող իր երեխային պատկերացնում է ամենա, ուտեղից նաև գալիս են ուրեմն խնդիրներ ու խնդիրներ, որոնք հետո նաև ազդում է իրանց երեխայի թե հոգեբանության վրա, թե մտածելակերպի վրա, այս մարզիչը այսօր խաղացրեց, վաղը չխաղացրեց, իմ դիրքս էս չէր, իմ դիրքս էն էր, ու արդեն չունենալով սպորտային հոգեբանություն, նաև տեղից առաջ է գալիս խնդիրներ։ Իմ կարծիքս նաև մասնագիտական առումով, որ այսօր մեր մանկապատանեկան ֆուտբոլը գտնվում է բավականին ցածր վիճակում, ճիշտ է նա կարող է ֆիքսենք, որ ունենք քանակ, բայց այդ քանակից չենք կարող ստանալ որակ։ Առաջի բանը երևի թե որը աշկ է ծագում մեր մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող մարզիչների աշխատավարձի չափերն են։ Որովհետև այսօր մենք երեխային վստահում ենք մանկապատանեկան մարզիչներին, բնականաբար դա նաև դաստիարակություն, հոգեբանություն շատ մեծ ծավալի աշխատանք է իրանից ենթադրում։ Հետևաբար եթե այսօր մարզիչը ինքն իր տունը պահելու խնդիր ունի, բնականաբար չի կարողանում ամբողջ ինքն իր հոգով, սրտով, մտքով կենտրոնանա ինքն իր գործի վրա։ Անընդհատ այս խնդրեմը իր միտքը զբաղված է։ Հետևաբար եթե այսօր մենք խոսում ենք մանկապատանեկան ֆուտբոլից, մենք նաև պետք է կարողանանք հասկանանք մեր խնդիրները որտեղից է գալիս։ Մենք այսօր դպրոց ենք գնացել յուրաքանչյուրս 6-7 տարեկանից սկսած, մեզ սկսել են կրտել, մեզ սկսել են դաստիարակել։ Մենք էլ դպրոցում ունեցել ենք դասատու ուսուցիչ, որին ենթադրենք ավելի շատ ենք սիրել կամ գնահատել, մեկին ավելի ճագերտավոր քիչ, այդտեղ մենք ինչ ունենք գնահատել։ Մասնագիտական որակները, որպես հոգեբան ինչը կմոտենա երեխային։ Միշտ նույնը մանկապատանեկան ֆուտբոլում է։ Մենք այդ ամեն ինչը նախ աշխատավարձերը գտնում եմ որ բավականին ցածր է, որ էությամբ կարողանաս ամեն ինչով կարողանաս կենտրոնանալ։ Երկրորդ եթե այսօր որևիցե ակումբի սեփականատեր պատրաստ է իր ակումբի մանկապատանեկան մարզիչներին բարձր վճարել, հետևաբար նաև այդ մարզիչներին կերտելու ծրագրերին կսկսե ուշադրություն դարձնել։ Այսինքն մենակ այսօր ինչ կա, ցանկություն կա մարզիչ աշխատելու, գնացի ֆեդերացիան կազմակերպում է 10-10-ներ C լիցենզիա, B լիցենզիա, այդ 10-10-ները կարող է տևել մի ամսից 6 ամիս, դու ստանում ես այդ լիցենզիան ու արդեն իրավունք ունես աշխատելու։ Տեղավորվում ես ինչ-որ ակումբում, սկսում ես աշխատելը։ Չեղա որ մենք ունենք ծրագիր, որով կրտում ենք մարզիչներ։ Այսօր այս պահին մենք ֆուտբոլից ենք զրուցում, հաստատ համոզված եմ աշխարհում միտեղ այդ նորամուծություն արդեն ֆուտբոլում դուրս եկավ։ Այսինքն ֆուտբոլն այնքան արագ է զարգանում ու առաջանում, իսկ մերպես երկրները պետք է փորձեն ամեն ինչ անեն, որ վազեն ֆուտբոլի հետևից, որպեսզի կարողանանք այդ չմնանք։ Հետևաբար առաջի բանը մենք պետք է կարողանանք նախ մեր մարզիչներին համար ստեղծենք պայմաններ, որպեսզի մարզիչը կարողանա մեծ ցանկությամբ ու նաև ինչ որտեղ
մարզիչն էլ հասկանա, որ աշադավարձը այնքան բարձր է կամ այնքան է չափը աշադավարձի, որ ինքն էլ վախենա գործը կորցնելուց։ Այսինքն կարողանա լրիվ նվիրվի, կարողանա ինքն իր վրա աշադի, որովհետեւ կարողանա նաև որպես մարզիչ ինքը զարգանա, որ հանկարծ ակումբի ղեկավարությունը իրան չասեն, որ դու մեզ պետք չես, քո գիտելիքներդ կամ ես մեզ չի բավարարում։ Հետևաբար մենք խնդիր ունենք, իրոքից մեծ խնդիր կա, առանց որևիցե մեկին վիրավորելու, բայց այս խնդիրը նաև տեղ եմ տեսնում, որ բավականին ցածր է մեր մարզիչների աշխատանքը։ Հետաքրքիր մոտեցում ունեք, շատ քչերն են դա բարձրաձայնում, բայց դա իսկապես մեծ խնդիր է։ Ինձ էլ է միշտ թվում, որ մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչները գնահատված չեն, բայց նրանք ամենածանր աշխատանքն են անում սերունդներ կրթելու, հուսանք փոխվի դա։ Հետաքրքիր ասացիք, ֆուտբոլում այս պահին մենք խոսում ենք, ինչ որ բաներ արդեն փոխվում են։ Դուք ինչպես եք վերաբերվում նորարարություններին եւ կարողանում եք այս նոր տեխնոլոգիաներին համարժեք քայլել։ Ուրեմն փորձում ենք հետ չմնալ, փորձում ենք անպայման ինֆորմացիա ունենալ, ու այս տարիների ընթացքում գիտեք Տեղասպանը Լեհաստանում է հանդես գալիս, ես բարբերաբար Լեհաստանում գտնվել եմ, փորձել եմ հետևել իրանց մարզումներին, բավականին շատ եմ խոսում Վահանի հետ իրանց ներսից, ինչեր կա, ինչ նորամուծություններ կա, մարզիչները ինչ ունին, ինչ չունին, ինչով են աշխատում, փորձում ենք ինֆորմացիա ունենալ, բայց նաև մենք ունենք այն ինչ որ մենք ունենք ու փորձում ենք մենք մեր ունեցածից մաքսիմումը քաղել, հնարավորինս փորձելով նաև իրազեկված լինել համաշխարհային ֆուտբոլից, այսինքն տենդենսներից, ուր է գնում, ինչերի վրա են փորձում ուշադրություն դարձնել, մենք փորձում ենք այդ ամեն ինչը նախ իմանալ, հետո հասկանալ, մենք մեր մոտ կարող ենք այդ ամեն ինչը կիրառել, դե այս բային էլ մեզ պետք չէ, նաև այնտեղ բաներ կար կապված է թե գույքի, թե մնացած բաների հետ, հուսով եմ մի օր մենք էլ այդ ամեն ինչով մոտ կլինենք։ Այսպես երկու ճամբար կա ֆուտբոլասերների, բնականաբար բոլորը գիտեն, որ 20 տարի առաջ ֆուտբոլը այլ էր, այսօր այլ է եւ ընդհանրապես աշխարհն է ռոբոտացման գնում։ Դա մի կողմից լավ է, որ ֆուտբոլիստները այսօր մենք տեսնում ենք աշխարհի առաջնությանը 40-ից, բայց շատ լավ մարզավիճակում են։ 20 տարի առաջ դա գրեթե անհնար էր, այսինքն այդ ամեն ինչը նպաստում է։ Մյուս կողմից մի տեսակ, որ ամեն ինչի մեծ տեխնոլոգիան այնքան է մտել, էմոցիան է պակասում։ Ըստ ձեզ դա նորմալ ընթացող հուն է, թե ֆուտբոլի այդ դիտարժանությունը, այդ զգացմունքայինությունը կորում է։ Ես ճիշտ ասած, ես դրա հետ կանել համաձայն չեմ։ Այդ ամեն ինչը ես էլ եմ տեսնում ու ես ունեմ իմ մեկնաբանությունը, քանի որ այսօր մենք բոլորս տեղյակ ենք, որ ֆուտբոլում բավականին մեծ գումարներ կա, իմ կարծիքով ուրեմն յուրաքանչյուրը փորձում է իր մասնագիտական այդ մասնագիտության կողմից փորձում է ներխուժել ֆուտբոլ, այսինքն եթե 20-30 տարի առաջ մենք չէինք կարող խոսել GPS-ներից, մյուս բաներից, այսօր այդ ամեն ինչը դարել է ֆուտբոլի մաս, ու ոնց որ թե արդեն ֆուտբոլից մի փոքր է դարեստական հոդը գալիս է, այսինքն շատ են տեխնոլոգիաները, շատ են փորձում միջամտել, բայց այդ ամեն ինչը իմ կարծիքովս ունի մեկ պատասխան, կա գումար, բոլորը փորձում են ինչ-որ նորամուծություններով տեղ գտնել ֆուտբոլում, որովհետեւ կարողանան իրանք իրանց հասանելիքը տեղից վերցնեն։ Ու այսօր ֆուտբոլը արդեն շատ բաներ կա, որ ավելի շատ է տեխնիկային, ավելի շատ է ունեցած այդ, չգիտեմ, GPS-ներ, բաներ, ավելի շատ դրա վրա է հիմնվում, քան թե քո տեսածիդ կամ հասկացածիդ վրա, որը արդեն բերում է քիչ որպես մարզիչ եւ որպես ֆուտբոլասեր, ասենք, երկու տեղով է պատասխանեք, դա լավ է ֆուտբոլի համար։ Լավ է, եթե կարողանաս ճիշտ օգտագործել։ Բայց եթե X պայից սկսած պետք է նայես, եթե խոսում ենք GPS-ից, եթե միջև GPS ունենալը որոշել ես տեսնելով, գնահատելով կոնկրետ ֆուտբոլիստի աշխատանքը ու ցուցադրած խաղը, բայց այսօր նաև ունես GPS ու սկսում ես արդեն այդ ամեն ինչին նայել թվերին, ով իշքան է վազը, արդեն
ֆուտբոլը իր գրավչությունը, իր արդեն թվերով է։ Այս ֆուտբոլիստը այս ֆուտբոլիստից ավելի ֆիզիկապես ուժեղ է, շատ տեղեր, ուրեմն նախապատվությունը տալիս են ուժեղ թվերին։ Բայց իմ կարծիքով ֆուտբոլը առաջերտին գնդակով խաղ է, ֆուտբոլը ստեղծագործ խաղ է, ֆուտբոլը մտքի խաղ է, ավելի շատ միշտ պետք է արդիական լինի այդ ամեն ինչը, քան այն մնացած բաները։ 3 տարի դուք բացակայեցիք հայկական ֆուտբոլում, որ վերադարձաք, ինչ գլոբալ բաներ են փոխվել։ Կոնկրետ Հայաստանի ֆուտբոլի մասին է խոսքը։ Տեսել եմ, կարծում որ մեր առաջնության մագարտակը պարզացել է։ Իմ կարծիքով պարզացել է լեգիոնը, որ ավելի որակյալ լեգիոներն էլ ուրեմն բերելու հաշվին։ Այսօր մեր մրցանակակիր դարձած չեմպիոն եւ երկրորդ, երրորդ գավաթակիր դարձած այդ թիմերը վերջի տարիները բավականին լավ ելույթներ են ունենում եվրոպական խաղերում, այսինքն հիմնականում կոնֆերենս լիգայում։ Իմ կարծիքով մեր առաջնությունը պարզացել է էապես ավելի շատ որակյալ լեգիոներների գալու մասով, բայց որ պարզացել է, որ ավելի արագացել է, որ ավելի դինամիկ է դարձել, փաստ է աչք է ցակում, չես կարող չհամաձայնվել։ Հիմնականում լեգիոներների հաշվին։ Դուք նշեցիք մի բան, որի հետևում կանգնած է իհարկե գումարը, բայց եթե համեմատենք 3 չէ 10 տարի առաջ, երբ Շիրակը դառնում էր չեմպիոն, եվրագավաթների էր խաղում, հայկական ֆուտբոլը կազմակերպչական առումով, ադմինիստրատիվ առումով, ենթակառուցվածքների առումով, մթնոլորտի առումով փոխվել է թե ոչ։ Ասեմ, ծեր թվարկած յուրաքանչյուր առումով էլ փոփոխություն կա։ Մեկ դեպքում դեպի վատն է փոխվել, մեկ դեպքում դեպի լավն է փոխվել։ Կոնկրետ մթնոլորտի առումով դեպի վատն է փոխվել։ Մեր ժամանակ ավելի ուրեմն ակումբները մեկը մյուսի հանդեպ ավելի հարգալից էր, հարգանքով էինք, կարողանում էինք մեկս մեկիս ընդունել, այս հիմա որ նայում եմ շատ են տարաձայնությունները, որը մեզ լավ բան չի տալիս։ Ինչքան էլ մենք հակառակորդ լինենք կոնկրետ խաղի, ինչքան էլ մենք մեկս մյուսիս հետ պայքարենք չեմպիոնության կամ մրցանակային տեղերի համար, կա տարական հարգանք, որը պարտավոր են յուրաքանչյուր ակումբ մեկը մյուսի հանդեպ պահելու։ Եղել են, տեսել եմ դրվագներ, դեպքեր, որ դուր չեկե, որ կա այդ ավելի շատ գնում է դեպի թշնամանք էլ է, մեզի չի սազը մեզի, պետք չէ։ Ֆուտբոլը 90 րոպե խաղացինք որպես հակառակորդ, խաղը վերջացավ, մեկս մեկիս կամ շնորհավորեցինք կամ հաջողություն ցանկացանք, անցանք առաջ։ Անձնական դաշտ կամ թշնամանք տեղ պետք չունենա, բայց մեր մոտ կա, այդ տեսնում եմ։ Ակումբի հետ մարզիչի հետ, ֆուտբոլիստները մեկը մյուսի հետ, այդ մեզ լավ տեղ չի տանում։ Մնացած առումներով դեպի տեղական փոփոխություններ կան այսօր, այս վերջերս Երևինո ակումբի կողմից այդ դաշտերի ակադեմիայի բացումը բավականին մեծ ու լավ ներդրում է ու հուսով եմ վարակիչ կլինի մեր մյուս ակումբների համար, որովհետեւ յուրաքանչյուր ակումբ կարողանա, եթե նման կարգի չէ, կոնե մոդիկ նման ինֆրաստրուկտուրա ունենա, կամ բաներ, որ դեպի լավը փոխվել է, բայց արդեն վատից խոսած է։ Դուք միշտ ձեր նույն մարշչական շտաբի հետ եք աշխատում, որ պարագայում կփոխեք ձեր մարշչական շտաբը։ Այն պարագայում, երբ որ օգնող մարզիչները չուզենան աշխատել, կամ հասկանան, որ անհրաժեշտություն կա։ Այս բանին ամեն ինչ բավարարում է, ամեն ինչ լավ է։ Հետո մարշչական շտաբն էլ են տեղն է, որ դի կարողանան մարզիչներով, գլխավոր մարզիչ, օգնող մարզիչ կարողանան իրար կես խոսքից, կես ժեստից կարողանան մեկը մեկին արագ հասկանալ։ Շատ է լինում, որ մեր պարամունքներին էլ, խաղերին էլ
ինչ որ բան կարող է որպես գլխավոր մարզիչ դուրս չկա, բայց մի հատ հայացքով մեկից հասկանում ենք, ինչը պետք է արագ փոխվի, ինչը է սխալ կամ ինչը է թերի։ Հետևաբար ես գտնում եմ, որ վարչական շտաբն էլ պետք է այդ ճանապարհը միասին անցած լինենք, այդ կապը պետք է անպայման եղնի, պետք է կարողանաս նաև վստահես։ Հիմա այսօր ես գտնվում եմ ձեր մոտ հյուրի կարգավիճակով, բայց Շիրակը այս պահին դեռ մարզվում է, ես վստահել եմ, որ այսօր ստեղ եմ, հետևաբար այդ վստահությունը շատ կարևոր է։ Այս 3 տարին, որ ասում եք հանգստանում եք, բայց եւ բարբերաբար գնում եք Վահանի մոտ, երևի այնտեղ էլ շատ բաներ տեսնում եք, բայց ինչ որ աշխատանք կատարել եք ձեզ վրա, որպեսզի ավելացնեք ձեր մասնագիտական հմտությունները, մասնակցել ինչ որ տարբեր ծրագրերի։ Ճիշտ նոր ասեմ, չէ, միայն այս պրո լիցենզիայի թարմացման պրոցեսը 3 օր սեմինարի պես բաներով օնլայն միացանք այդտեղ եմ, մնացածը փորձել եմ ես իմ ունեցած այն ինֆորմացիան տարիների աշխատանքը նад վերլուծել այդ ժամանակը ունեցել եմ, փորձել եմ հասկանալ որտեղ ինձ սխալ եմ թույլ տվել ու նաև այդ ամեն ինչի համար եմ արել, որտեղ գիտեցել եմ, որ X բայից սկսած նորից աշխատելու եմ որպես մարզիչ, հետևաբար փորձել եմ ավելի շատ վերլուծել այն անցած տարիները ու հասկանալ որտեղ ինչը լավ են կարել, որտեղ ինչը վատ են կարել, հերթական անգամ նորից հնարավորություն ունենալու դեպքում որպես գլխավոր մարզիչ աշխատելու ինչ սխալներ կար, պետք է չկրկնենք, ինչն ենք լավ արել, որ կարող ենք ավելի լավ անել, նման բաների ավելի շատ վրա եմ ուշադրություն դարձրել։ Դուք համ որպես ֆուտբոլիստ, մարզիչ, ձեր տղան էլ ֆուտբոլիստ, Հայաստանում ավելի դժվար է այսօրվա Հայաստանում լինել ֆուտբոլիստ թե մարզիչ։ Իմ կարծիքով ավելի շատ դժվար է լինել մարզիչ։ Բացատրեմ ինչու։ Այսօր մեր հասարակությունը, դեպս նեղ շրջապատը ունեն բոլորն էլ ունեն, այսինքն չասեմ բոլորը, բայց կան մարդիկ կապ չունի, թաղի բնագիծ չէ, հարևան է, ընկեր է, բարեկամ է, ընդհանուր բարեկամ, որ երեխաները զբաղվում են ֆուտբոլով ու կա ասպես մի հատ տպավորություն, որ եթե երեխան 6 տարեկանից գնում է ֆուտբոլի պարամունքների, արդեն ծնողը ֆիքսում է, որ 18-19 տարեկանից իր երեխան պարտադիր առաջի քայլերը պետք է անի Շիրակում։ Հետևաբար եթե հետո այդ իրանց ակնկալիքները չեն արտարանում, արդեն մեղավորը մեկ մարդ է, մարզիչն է։ Ու ես գտնում եմ, որ ընդհանրապես գլխավոր մարզիչի գործը բավականին դժվար է, քանի որ արդյունքի ամենաառաջի պատասխանատու մարզիչն է, հետևաբար մարզիչը իր ընտրությունը կատարում է ելնելով իր առջև դրած առաջադրանքից։ Ու ամենացավոտ կողմը, երբ որ ֆուտբոլիստին պետք է ասես, որ դու չես կարողանում էլ շարունակել համարվել Շիրակի ֆուտբոլիստ, դու պետք է մենք քեզնից հրաժարվում ենք կամ դու պետք է փոխես քո ակումբդ ու դառնում ես արդեն ճագերտավոր կամ թշնամի կամ վատ մարդ։ Իսկ որպես ֆուտբոլիստ դու պատասխանատու ես կոնկրետ քեզի համար։ Ինչքանով ես տալիս ֆուտբոլին, ինչքանով ես նվիրվում ֆուտբոլին, ինչքանով ես աշխատում դու վրա։ Արդեն գլոբալ առումով դու պատասխանատու ես քեզի համար ու այդ ճանապարհը անցնում ես ոնց որ մենակ քեզնով, բայց մարզիչը այսօր պատասխանատու է շատ բաների համար, նաև ամենադժվար բանը արդեն դրանից խոսացի ֆուտբոլիստների հետ, մեկը կարողանում է խաղում է, մեկը չի կարողանում չի խաղում, բայց որպես կանոն գրեթե 99% դեպքերում ոչ ֆուտբոլիստն է համաձայն, ոչ
ուրեմն ծնողն է համաձայնվում, որ ենթադրենք, հա, մենք մեր հնարավորությունները ուրեմն բան էին, մենք թույլ էինք այս բանը կոնկուրենցիան կամ ինչ-որ զիջում էինք, հազարատ կարող է թվարկեն այս մարդիկ մեղավոր են, բայց տեղ իրանց անունը չեղն էլ է, հետևաբար ամեն ինչ գալիս է դեպի մարզիչը, բնականաբար բարդ է։ Ձեր տղան Վահանն արդեն ասացինք, որ Լեհաստանում է քանի տարի հանդես գալի, ձեզ որպես հայր եւ նրա մարզիչ, որքանով է հեշտ անաչառ լինել, որովհետեւ միշտ մեր այդ հայկական տեմպերամենտի մեջ կա, չէ, որ խառնվում են, փորձում են խորհուրդներ տալ, դուք նրան լրիվ ազատ եք թողել իր մարզիչի հետ, այսպես ասած, աշխատանքի, թե այնուամենայնիվ չեք կարողանում չխառնվել։ Չէ, միանշանակ լրիվ ինքը ազատ է ու մենք փորձել ենք ես եւ հայրս էլ երկար տարիներ ծանրամարտի մարզիչ եղել, գլխավորել է Հայաստանի նաեւ հավաքականը մեծահասակների, հետեւաբար մենք երկուսով փորձել ենք հենց վաղ տարիքից այդ ինքնուրույնությունը տալ Վահանին, ընդամենը վերահսկելով։ Այն իշքան որպես ծնող մեզ հասանելի է, այսինքն հետևել կրթությանը, հետևել ռեժիմին, բայց դաշտում մտածելակերպը իր բոլորը թողել ենք, ոչ մի դեպքում ես չեմ էլ միջամտե, իշկանելով խորհուրդ կամ դիտողություն, այդ նույն ուրեմն բաները նաև մնացածին է վերաբերվել, այսինքն չեմ առանձնացրել։ Ու Հանը առաջի քայլերը իմ մոտ է արել, սկսած 6 տարեկանից է, որ ինքը սկսեց ֆուտբոլով զբաղվել, ես այդ ժամանակ նաև աշխատում էի մանկապատանեկան թիմերի հետ, այն ժամանակ դեռ խաղում էի Շիրակում, բայց զուգահեռ նաև ունեի թիմեր, որպես մարզիչ աշխատում էի։ Առաջի քայլերն իմ մոտ է արել, հետո երբ որ ես գլխավորեցի Շիրակը, այնտեղ արդեն ուրիշ մարզիչ էր, Ադամյան Արտակը սկսեց աշխատել Վահանես թիմի հետ, հետո Վահանը տեղափոխվեց Շիրակ։ Ու դա մենք Սահակյանի հետ ունեցանք բավականին բարդ խոսակցություն, որ ես չեմ պատրաստվի երկար Վահանի հետ որպես մարզիչ աշխատել ու բարդ ընտրության առաջ ես կանգնելու կամ ես որպես մարզիչ կամ Վահանը որպես ֆուտբոլիստ։ Ստացվեց այնպես, որ Վահանի 18 տարեկան լրանալուն պես Վահանը կարողացավ տեղափոխվել ու մենք այդ խնդրից խուսափեցինք։ Իսկ հիմա արդեն շփում ենք որպես հերուտեղա, բնականաբար քննարկում ենք յուրաքանչյուր պարամունք, բայց ինքը գիտե մեկ բան, որ իր համար պետք է մարզիչը անի հեղինակություն, մարզիչը պետք է անի առաջի տեղում, իշկանել մենք դրվագներ կամ էս ինչ որ հարցեր քննարկենք ֆուտբոլային, միշտ վերջի խոսքը մարզիչինն է, մարզիչը ոնց կդավ, ինքը պետք է փորձի մարզիչի յուրաքանչյուր ուրեմն պահանջ բարձր մագարտակով կատարը։ Ձեզ միշտ ասոցացնում ենք Շիրակի հետ, թե ֆուտբոլային, թե մարզչական կարիերայով, ֆուտբոլիստի, թե մարզչական։ Վերջին տարին ձեզ մոտ Արարատ Արմենիան էր։ Այդ փորձը ոնց է գնահատում։ Ճիշտն ասած, այդ փորձը բավականին լավ եմ գնահատում։ Պարզ է, որ տեսեք Շիրակն ու Արարատ Արմենիան իրարից շատ մեծ տարբերվում են, քանի որ Շիրակից նախ ես 0-ից կարելի է ասել այդ լեգիոներներից բռնած, ես վերցրել, համաձայնություն տվել, ընտրել, ունեցել ենք ժամանակ, սարքել ենք թիմ, բավականին քաջատեղյակ լինելով նաև տեղի հայ տեղեկի մասին, ով է, ով ինչի է ունակ այդ ամեն ինչը ժամանակ ունեցել ենք, երկար գնացել ենք դրան։ Իսկ Արարատ Արմենիայում այդ ժամանակը չկար, կար թիմ, պատրաստի թիմ, ու ես գլխավորեցի այդ թիմը, ու նաև այնտեղ չկար մինիմում, մաքսիմում առաջադրանքների հետ կապված, այսինքն միայն չեմպիոնություն։ Այս պահին բավականին երկար անցել է, բնականաբար ես գիտեմ որտեղ եմ սխալվել, ես գիտեմ ինչն է եղել խնդիրները, բայց դրանից այս պահին արդեն խոսալա ժամանակավերև է, չեմ էլ ուզում անդրադառնամ, բայց նաև եղել են սխալներ։ Բայց ձեր այնտեղի աշխատանքը համարվում է։ Լավ է,
հա, ստացված եմ գնահատում, գոնե ինձ համար ստացված եմ գնահատում։ Ես ճիշտ հասկացա, որ այս պահին Շիրակի ղեկավարությունից ձեր առջև դրված չէ պարտադիր պայման Եվրագավաթներ դուրս գան։ Այս պահին դրված չէ, ճիշտ ասած չենք էլ քննարկել Սահակյանի հետ, հետևաբար չեմ երևի թե ճիշտ էլ չի էլ լինի։ Քանի որ մենք նաև ասացի, որ խաղացողներ են գալու, հուսով եմ համար առաջի տեղ կարևոր բանը որ խաղացողների հարցում չսխալվենք, որովհետև ժամանակն էլ մեզ չի հերիքում։ Երևի թե դեկտեմբերին կարողանանք մինչև դեկտեմբեր խաղանք X քանակի խաղեր, հետո նոր կարողանանք գնահատել թիմի պոտենցիալը։ Այս պահին բավականին դժվար կլինի թիմի առջև ինչ-որ առաջադրանք դնելը։ Առաջնային նպատակը թիմ կառուցելն է։ Այս պահին կոնկրետ ինձ համար հա։ Այսպեսի մի հարց, շատ մարզիչների հետ որ խոսում ես, մի տեսակ ֆուտբոլից այնքան են հոգնում, որ արդեն ֆուտբոլին չեն էլ հետևում։ Դուք դիտում եք առաջնություններ, մարզիչների աշխատանքներ, դուք եք հոգնել։ Ճիշտն ասած, այդ հոգնածությունը իմ մոդել կա։ Ես աշխարհի առաջնությանը հետևում եմ, եթե կարողանում եմ, այսինքն եթե խաղերի ժամերը հարմար է, անպայման փորձում եմ հետևել։ Իսկ եթե ժամերը անհարմար է առավոտյան շուտ է կամ գիշերը ուշ է, հետևաբար այդ խաղերը բաց եմ թողնում։ Ունեք այս պահին ինչ-որ էտալոնային ու արզիչ, ում ձեռագիրը ձեզ դուր է գալի կամ ումից ինչ-որ բաներ եք սովորում։ Ճիշտն ասած, հեշտ մի անգամ էլ այսպես կուրկեր չեմ ունեցել, Կուրկ չէ, զուտ որպես լավ մարզիչ պես դուր է գալիս այս հավաքականների հետ կապված թե ընդհանուր։ Դուր է գալիս Լուիս Էնրիկեի կատարած աշխատանքը, դուր է գալիս Ֆլիկի կատարած աշխատանքը, դուր էր գալիս նաև Կլոպի կատարած աշխատանքը, ըստ վերջում Արտետան էլ բավականին լավ աշխատանք կատարեց։ Լուիս Էնրիկեին ինչի կառանձնացնեմ, որովհետև այսօր աշխատելով տարբեր բնավորություններով ես ինքս ֆուտբոլիստների հետ ու նաև երբ որ փորձում ես այդ մագարտակի վրա գնահատես, որտեղ Paris Saint-Germain-ն է, հասկանում ես, թե դա աստղերի հետ իշքան դժվար է լեզու գտնելը, աշխատելը, որտեղ ոչ բոլոր դեպքերում է, որ կլուբի ակումբի ղեկավարությունը ընդառաջ են գալիս մարզիչին, շատ դեպքերում նաև փորձում են ֆուտբոլիստի կողմը։ Հետևաբար այսօր Լուիս Էնրիկեն ինչ ապացուցեց, որ հրաժարվելով Նեյմարից, Մեսիից, Մբապեի պես ֆուտբոլիստներից, այդ աստղերից կարողացավ ստեղծել թիմ, որը այս պահին երևի թե ամենաբարձր հորիզոնականում է։ Որը 10 տարիներ գավաթներ չէր։ Այո։ Դուք լավ օրինակ վերեցիք աստղերի հետ խաղալու, կուզենայի ձեր կարծիքը հակադարձ Մադրիդում ինչ էր լինում, Խաբի Ալոնսոն, որը կարծես Մադրիդում պետք է հաջողություն ունենար, հա, արդեն իր մարշչական կարիերայի պիկին էր մոտենում եւ այդպիսի ֆիասկո եղավ։ Կմեկնաբանեք այդ։ Իմ կարծիքս հետեւյալն է. նախ Խաբի Ալոնսոն ապացուցեց իր մարշչական որակները դեռ Բունդեսլիգայում գլխավորելով Bayer Leverkusen-ը, այնտեղ էլ գիտեք Բավարիայի հետ հեշտ չէ մտնել պայքարի մեջ ու կարողանալ պայքարել առաջի տեղի համար, բայց Խաբի Ալոնսոն դա արեց։ Հետևաբար Ռեալի ղեկավարությունը երևի թե գնահատելով մարշչական ունակությունները առաջարկեց գլխավորել Մադրիդի Ռեալը։ Բայց նաև իմ կարծիքով բավարար աջակցություն չստացավ ակումբի ղեկավարության կողմից ու խնդիրը Ալոնսոյի ֆուտբոլիստների իմ կարծիքով ինֆորմացիայի չեմ տիրապետում, ոչ մի տեղ չեմ էլ կարդացել, բայց ավելի շատ ֆուտբոլիստների հետ էր, երևի թե կային ֆուտբոլիստներ, որոնք չէին ուզում ընդունել կարգապահական պահանջները կամ տարապես Ալոնսոյի կողմից առաջադրած այդ պահանջները, հետևաբար երևի թե կար տարաձայնություն ու տեղագումբի ղեկավարությունը պետք է որոշեր ավելի շատ մարզիչի
Կողքը պիտի կանգնի թե ֆուտբոլիստները, երևի Ալոնսոն աջակցություն չունենալով ակումբի ղեկավարությունից ինքը դուրս եկավ։ Դե փաստացի այդպես եղավ, բայց տեսնելով Ռեալի հետագա ցուցադրած արդյունքները, կարելի ասել, որ ակումբի ղեկավարությունը սխալվեց։ Դե եթե կապ չունի Ռեալ Մադրիդ կյանի, ուրիշ ակումբ կյանի, որտեղ ֆուտբոլիստը կամ ֆուտբոլիստները կմահաճիկով կամ ինչ-որ բաներ իրանք պետք է թելադրեն, իրանք պետք է պահանջեն ու ուզենան, այդ ակումբները որպես կանոն պարտադիր պետք է ծախողվին։ Իմ կարծիքով եթե կա մարզիչ, ուրեմն մարզիչի պահանջներին անկախ ֆուտբոլիստի մեծությունից յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է հարգի ու պետք է ընդունի տվյալ մարզիչի յուրաքանչյուր պահանջ։ Իսկ հետևել եք աշխարհի առաջնության այդ նման դրվագ եղավ Ուրուգվայի հավաքականի, երբ Բիելսան եւ ֆուտբոլիստները լեզու չգտան եւ Ուրուգվայի երևի իր պատմության վատագույն արդյունքներից մեկը։ Այսօր առավոտյան եմ, ճիշտն ասած, այդ տեսե հեռախոսի հետ։ Ու հենց նման դրվագները, որ տեսնում ես, արդեն պարզ է, որ վադառողջ մթնոլորտ է, նաեւ չկա հարգանք մարզիչ ֆուտբոլիստ, հետևաբար Ուրուգվայը հենց երևի ունենալով երևի վատ մթնոլորտ թիմում, երևի հենց այդ էր պատճառը, որ դուրս մնաց աշխարհի առաջնությունից։ Հետաքրքիր է, ասենք, մեծ ֆուտբոլասերներից կողքից իհարկե դա անհասկանալի է, բայց երբ անգամ տարաձայնություն կամ մարզ չի եւ ֆուտբոլիստների, բայց նպատակը մեկն է, չէ, անգամ եթե դա հայրենասիրությունը չի, այդտեղ գումար է կա, չէ, ինչ որտեղ ամբիցիաները իջեցնել եւ գնալ դեպի նպատակ, բայց փաստորեն մարդկային ամբիցիաները միշտ ավելի վեր են։ Կոնկրետ ինձ համար շատ կարևոր է այդ թիմային շահը, ու ես միշտ այն ֆուտբոլիստները, որոնք ինձ հետ աշխատել են թե Շիրակում, թե Արադ Երևանում, թե Արադ Արմենիայում, կփաստեն, որ թիմային շահը դա ամենավերևում է, ու չկա անձնական շահ, մենք բոլորս անում թիմային շահ, եթե ինչ-որ մեկը իր անձնական շահը բարձր կփորձի դասել թիմային շահից, ուրեմն այդ ֆուտբոլիստը կամ այդ մարզիչը կյանի օգնող մարզիչ կյանի բժիշկ չի կարող այդ թիմում տեղ ունենալ, որտեղ ես աշխատում եմ որպես մարզիչ։ Դուք եղել եք որ պատժեք ֆուտբոլիստին։ Ինչ զրկեք խաղերից կամ ինչ-որ կարգապահական նորմեր։ Ես եղել եմ դաժե որ ֆուտբոլիստին թիմից հեռացրել եմ, հասկանալով, որ ինքն իր անձնականը ավելի բարձր կդասի, քան թե թիմայինը։ Այդ թեմայով վերջի հարցն տամ, ինձ միշտ հետաքրքիր է եղել, պարբերաբար նշեցիք տարբեր ֆուտբոլիստներ, չէ, օրինակ նույն կարելի ասել Բարսելոնայի Ռայկարդի ժամանակ, երբ հոյակապ թիմեր, բայց վերջում ասում են նույն Ռայկարդը արդեն Ռոնալդինյոյի, Էտոյի այդ ախորժակները չի կարողանում փակել, երբ ունես գեր տաղանդավոր ֆուտբոլիստ, որը թիմի այսպես խաղն է ստեղծում, որը ամենակարևոր ֆուտբոլիստն է, բայց նա կարգապահ չէ։ Մենք ունենք նման օրինակներ հավաքականում, վերջերս ազգային հավաքականի նախկին մարզիչը խոսեց այդ մասին, երբ անձնական այս ամբիցիան վեր է դասվում, բայց մյուս կողմից դա շատ կարևոր ֆուտբոլիստ է, ո՞նց է հարցը ճիշտ լուծել։ Այդ ինձ համար երևի մարզչական աշխատանքի մեջ ամենադժվար հարցն է, բացարձակ հավատացեք կարևոր չեն ձեզ համար ֆուտբոլիստի ֆուտբոլային որակները, եթե կա, ուրեմն կարգապահական խախտումներ, քանի որ գիտեք թիմում միջև 25 ֆուտբոլիստ, որպես մարզիչ եթե ես մեր ֆուտբոլիստի ուրեմն տված օգուտից ելնելով աչք ես փակում, հետո մյուս ֆուտբոլիստների աչքերի մեջ ոնց ես նայում։ Եթե կան կարգապահական ուրեմն բաներ, որը վերաբերվում է բոլորին, հետևաբար վերաբերվում է բոլորին։ Մի եթե մեկը փոքր լավ է խաղում կամ գոլ է խփում կամ չգիտեմ իրանից է կախված թիմի արդյունքը, այդ ֆուտբոլիստին թույլ է տալիս անընդհատ ինքը այդ կարգապահական բաները խախտել, այն մյուս ֆուտբոլիստը ոնց որ պետք է չկարողանա խախտել։ Բայց արդյոք հանրությունը կների այն մարզչին, ով Մեսսին կնստացնի պահեստայինների նստարանը։ Ես այդ մագարտակի վրա չեմ կարող պատկերացնել, այդ հարցը ես ինձ շատ եմ տալիս,
բայց ես չեմ կրնա։ Չեմ կրնա, կամ ուրեմն չեմ աշխատի։ Մի քիչ խոսենք աշխարհի առաջնությունից, չնայած շատ բարդ առաջնություն է ժամային գոտիների համար, այսօր Հոլանդիայի խաղն է Մարոկոյի հետ, ես Հոլանդիայի ոչ մի խաղ կյանքում բայց չեմ թողել, բայց հարավության 5-ին է։ Այն խաղերը, որոնք դիտել եք, այս պահի դրությամբ խմբային փուլն ավարտված է, ինչ տպավորություններ եք ստացել ընդհանուր։ Նախ որպես ֆավորիտ իմ կարծիքով ես միշտ խուսափել եմ կանխատեսում անելուց, բայց այս աշխարհի առաջնությանը դուր եկավ Ֆրանսիայի հավաքականը, բավականին բալանսավորված ամուր թիմ է, ոնց որ դե Մբապեի մոդել մտածեք Լակերբի փոփոխություն կա, ավելի թիմային է դարձել, իզարմանս ինձ։ Կարազնացնեմ Արգենտինայի հավաքականին, Աֆրիկական երկրների հավաքականները զարմացրեցին, եթե չեմ սխալվի 10 թիմից 9-ը կարողացան անցնել 1/16, եթե չեմ սխալվի մենակ Թունիսը երևի դուրս մնաց։ Ինձ համար էլ է անկանխատեսելի, չեմ կարող կանխատեսել, բայց Ֆրանսիա, Արգենտինա, այդ երկու հավաքականները, Իսպանիան իր հնարավորություններից առայժմս ցածր է, Պորտուգալիան իր հնարավորություններից ցածր է, եթե փորձում ես վերլուծել Պորտուգալիայի կազմը, ֆավորիտներից մեկն է, բայց ցուցադրած ֆուտբոլը առայժմս հեռու է։ Ֆրանսիան ու Արգենտինան ավելի իմ կարծիքով ավելի մոտ են։ Գերմանիա, Բրազիլիա։ Գերմանիան խոցելի է, չէ, Բրազիլիան էլ հələ այն թիմին հրաշ չի եկել։ Չի հանդիպել, որ Բրազիլիայի բացերն երևա, բայց ամեն դեպքում Բրազիլիային նույն մագարտակի վրա չեմ տնել, որտեղ Ֆրանսիան ու Արգենտինան են։ Այստեղ Նորվեգիայի հետ են շատ։ Նորվեգիան չնայած երկրորդ խաղը կանխատեսելի էր Նորվեգիայի միջև առաջնության սկիզբը, թե երկրպագուներ, թե ընկերական միջավայրում, թե մարդիկ, որոնք տեղյակ են ֆուտբոլից, այդ Նորվեգիայի հավաքականի մասին շատ են խոսացել, որ այս առաջնության բացահայտումներից մեկը դառնի Նորվեգիայի հավաքականը։ Կա ընդամենը կմնա, տեսնենք ինչքան հեռու կգնա։ Հոլանդիայից ինչպես է։ Հոլանդիան էլ վատ հավաքական չէ, լավ հավաքական է, բայց իմ կարծիքով Ֆրանսիային, կոնկրետ Ֆրանսիա, Արգենտինա մեկ փոքր զիջում է։ Միշտ խոսվում է դիտողների մասին եւ բոլորը ովքեր Մեսսին սիրում են, ասում են անկախ եթե նա գրավեր բոլոր դիտողները թե չէ, նա պատմության լավագույնն է։ Ձեզ համար նա պատմության լավագույն ֆուտբոլիստն է, թե քանի որ դուք տեսել եք, չէ, Մարադոնա։ Տեսել եմ Մարադոնա, բայց երևի թե այն ժամանակ սպես այս տեխնիկական բաներով շատ հագեցած չի եղել, այսինքն այդ կամերաները իմ կարծիքով Մարադոնան նույնպես տաղանդավոր ֆենոմենալ ֆուտբոլիստ էր, բայց Մարադոնան ոնց որ դե կարճ։ Մեսսին ավելի երկար, դժվար է համեմատելը, դժվար է իրոք համեմատելը, բայց երևի թե Մարադոնա։ Եվ մեր հաղորդման վերջում ես փոքրիկ բլից ունեմ, արագ հարցեր եմ տալի ձեր նախասիրություններն իմանալու։ Եթե Մեսսի, Մարադոնա հարցեցի, բայց ընդհանուր ֆուտբոլային պատմության լավագույն ֆուտբոլիստը մեկը։ Ինձ համար Ռոնալդո, բրազիլացի։ Լավագույն դարպասապահը։ Լավագույն դարպասապահ Բուֆոն։ Մարզիչը։ Մարզիչը Դել Բոսկե։ Ամենաչգնահատված ֆուտբոլիստը ֆուտբոլի պատմության։ Ֆուտբոլի պատմության։ Այս բան երևի թե չհիշեմ։ Ամենագեղեցիկ գոլը որ։ Ամենագեղեցիկ գոլը։ Շատ են եղել, պես կոնկրետ չեմ կարող առանձնացնել ազնվությամբ։ Ամենադիտարժան խաղը որ դիտել եք։ Ամենադիտարժան խաղը երևի թե Լիվերպուլ-Միլան Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Այո, եթե Հայաստանի հավաքական չէ եւ Շիրակ չէ, ֆուտբոլային աշխարհում ձեր նախասիրությունները որ ակումբի եւ հավաքականի կողմին է։ Դե հավաքական հայ լինելով Չէ, մերը չհաշվի։ Մերը չէ։ Երևի Իսպանիա։
Իսպանիա, իսկ ակումբ։ Ակումբ իսպանական երևի Բարսելոնա։ Ձեր ամենասիրելի ֆիլմը։ Չունեմ այդպես, չէ։ Իսկ ունեք սիրելի գիրք։ Չէ։ Հավատում եք Աստծուն։ Անպայման։ Աստծուն հանդիպելուց ինչ կհարցնեք նրան կամ կասեք։ Երևի թե բան չեմ հարցնել, ներողություն կխնդրեմ։ Շնորհակալություն ժամանակ տրամադրելու համար։ Հուսամ այս տարի Շիրակը մեզ հաճելիորեն կզարմացնի։ Ես էլ եմ շնորհակալ։